Ողջույն սիրելիներս, ես Աննա Մարիան եմ, ես Հիսուս Քրիստոսի զավակն եմ, դուստրն եմ, ծառան եմ, ես Հիսուս Քրիստոսի զինվորն եմ, վերջին ժամանակների, վերջին օրերի զինվորը, և ես միակը չեմ իհարկե, Հիսուս Քրիստոսը շատ զինվորներ ունի երկրագնդի վրա հենց հիմա, ովքեր որ ծառայում են Տիրոջը քաջաբար և անկոտրում և նվիրաբար, հավատարմորեն ու իսկ դու որ ինձ լսում ես, դու ինչ գիտես, արդյոք այդ զինվորներից մեկը դու չես, կանչված ես կամ ընտրյալ ես, ուղղակի դեռ չգիտես, միգուցե Տիրոջ զինվորները օր-օրի ոտքի են կանգնում, գիտակցում են իրենց առաքելությունը և Տիրոջ հետևից են գնում և ինչպես ասացի քաջաբար, նվիրյալ, նվիրումով և հավատարմորեն գնում են Տիրոջ հետևից և անում են այն, ինչ Տիրոջ կամքն է, ոչ թե իրենց անձի կամքը, ոչ թե իրենց անձնական ցանկությունը կամ միտքը կամ որոշումը, չէ՞ որ երբ դու Հիսուսով ես, լցվում ես Հիսուս Քրիստոսով և դառնում ես Հիսուսինը ամբողջությամբ, դու այլևս չունես քո կամքը, որովհետև դու ընդունում ես ամբողջովին Տիրոջ կամքը և հետևում ես նրան։ Իրոք, մենք այլևս չենք ունենում մեր կամքը, այն իմաստով, որ մենք չենք ասում ես այսպես եմ ուզում կամ այնպես, ես այսպես եմ անելու կամ այնպես, ոչ մենք մտածում ենք, ինչպիսին է Տեր քո ցանկությունը, քո կամքը, թող այդպես լինի և ես դրա հետ համաձայն եմ և ես դա կանեմ։ Ինչ ես ուզում, որ ես դա անեմ, և ես դա կանեմ, ինչպես ես ուզում, որ ես դա անեմ, և ես հենց այդպես կանեմ, ինչպես որ քո կամքն է։ Եվ ինչ էլ որ մտածում ենք, միևնույն է հասկանում ենք, որ մեր մտածածը կարող է լինել կամ չլինել, որովհետև որոշողը Աստված է, ոչ թե մենք։ Մենք ապրում ենք վերջին օրերում, աշխարհի վերջին օրերում, և շուտով մեր աշխարհին սպասում է եկեղեցու հափշտակություն։ Այդ մասին արդեն շատ եմ խոսել, չնայած էլի կխոսեմ, բայց հիմա ոչ թե հափշտակության մասին եմ ուզում խոսել, այլ այն մասին, որ ամբողջ աշխարհում մեծ վերածնունդ և զարթոնք է սպասում քրիստոնեական, որովհետև չէ որ վերջին օրերն են, չէ որ շատ քիչ ժամանակ է մնացել և շատ շատերն են դարձի գալու և դառնալու քրիստոնյա, շատ տեղերում է փառաբանվելու, գովերգվելու Տիրոջ անունը, բարձրացվելու, սիրվելու, պաշտվելու Տիրոջ անունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը, շատ մարդիկ դառնալով իրական քրիստոնյա, սիրելու, պաշտելու, խոնարհվելու են Տիրոջ առաջ և խոսելու են Նրա մասին և փառաբանելու են և գովերգելու են Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամբողջ աշխարհում սկսվել է քրիստոնեական մեծ զարթոնք, զարթնում, արթնացում, վերակենդանացում, վերադարձ, վերածնունդ և Տերն ինձ ասել է, որ մեծ վերածնունդ է սկսվել արդեն իսկ Հայաստանում և այն գնալով ավելի է թափ հավաքելու, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը մեզ տվել է մեր վերջին հնարավորությունը փրկվելու որպես ազգ, որպես ժողովուրդ և որպես քրիստոնյա։ Նորից եմ ասում, մենք շատ ենք հեռացել Տիրոջից մեր կյանքով, մեր ապրելակերպով որպես քրիստոնյա, մենք չենք ապրում քրիստոնեական կյանքով, ուղղակի յուրաքանչյուրդ նայեք ձեզ, ձեր ներսը և ձեր կյանքին և նայեք ձեր շուրջը, քանի մարդ կարող եք գտնել, որ ապրում է իրոք քրիստոնեական կյանքով, այսինքն հետևում է Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունում է Նրան որպես իր փրկիչ և Աստված և ամբողջովին իր կյանքը հանձնել է Տիրոջը և քայլում է Տիրոջ հետևից, քանի հոգի կգտնեք։ Ուր որ նայես, ում որ լսես, մեծ մասը նյութի շուրջ է պտտվում ամեն ինչ, սեփական անձի և նյութի։ Եթե դու քեզ համարում ես քրիստոնյա իրական, եթե դու քեզ համարում ես Հիսուսի զավակը, մի ամաչիր, խոսիր Հիսուսի մասին, մեր մի խոսքը անգամ Հիսուսի մասին կարող է ևս մի մարդու, մի հոգու փրկել։ Քո մի խոսքը կարող է դիպչել ինչ-որ մեկի սրտին կամ մնալ ինչ-որ մեկի մտքում
Դու խոսքդ ցանիր, սերմը ցանիր, թեկուզ մի խոսք, մի նախադասություն, իսկ Տերը Սուրբ Հոգին իր կատարյալ գործը կանի, նա կդիպչի այդ մարդու սրտին։ Քեզանից հասնում է ցանել սերմերը, մի ամաչիր, խոսիր ինչ-որ բան Հիսուսի մասին։ Եթե դու ամաչում ես խոսել Հիսուսի մասին, ես քեզ ասում եմ, որ դու իրական քրիստոնյա չես։ Դու կնեղանաս ինձանից, բայց դու իրական քրիստոնյա չես։ Արդյոք դու ամաչում ես քո երեխայի մասին խոսել, քո մասին խոսել։ Ամաչում ես դու քեզանից։ Ես Աննա Մարիան եմ, ես ամաչում եմ ինձանից, որ ես Աննա Մարիան եմ, թաքնվում եմ, որ հանկարծ չիմանա ինչ-որ մեկը, որ ես Աննա Մարիան եմ, կամ ես ամաչում եմ իմ երեխայից, չեմ ասում, որ սա իմ երեխան է, տարեկեն կողմ թող չտեսնեն, ես ամաչում եմ, թաքուն եմ պահում, որ մարդիկ չտեսնեն իմ երեխային, որովհետև ես ամաչում եմ, իմ ծնողին թաքուն եմ պահում, որ ոչ ոք չտեսնի, որովհետև ես ամաչում եմ, բայց հետո ասեմ ես ծնող եմ, ես սիրում եմ իմ զավակին, կամ ես դուստր եմ, ես սիրում եմ իմ ծնողին, ինձ կասեն այդ ինչպես ես սիրում, որ դու ամաչում ես և թաքցնում ես նրանց, ինչ է ինչ-որ վատ բան են արել կամ վատն են, ինչը այն չի, որ դու թաքցնում ես, այդ ինչպես ես սիրում, ուրեմն դու նրանց չես սիրում, չես ընդունում, այսինքն եթե դու սիրես և ընդունես Հիսուսին, այդ ինչպես պետք է դու թաքցնես, ինչպես, ինչու պետք է դու ամաչես ինչ-որ մեկի հետ Հիսուսի մասին խոսել, եթե դու ամաչում ես, քաշվում ես, հարմարվում ես, այսինքն եթե քո կողքին կան այնպիսի մարդիկ, ովքեր իրական քրիստոնյաներ են և խոսում են Հիսուսի մասին, դու խոսում ես, իսկ եթե օրինակ դու աթեիստների կողքին ես նստած, կամ դա այնքան էլ ձեռնտու չէ քեզ, որովհետև նրանք աթեիստներ են, դու քեզ համարում ես քրիստոնյա և ինչ-որ շահեր ու պատճառներ կան, դու Հիսուսի մասին նրանց մոտ չես խոսում ուղղակի, ու դու քեզ համարում ես քրիստոնյա, դու քրիստոնյա չես, որովհետև քրիստոնյան Հիսուսին հետևողն է, Հիսուսով ապրողն է, դարձիր իրական քրիստոնյա, գնահատիր Հիսուսին, գնահատիր նրա արարքը, նա փրկեց քեզ, նա փրկեց քո կյանքը, հոգուտ կյանքը, դժոխքից քեզ փրկեց, գնահատիր Հիսուս Քրիստոսի արարքը, մեծագույն արարքը, որ նա արեց քեզ համար, մի ամաչիր քրիստոնյա լինելուց, քրիստոնյա երևալուց, մի ամաչիր Հիսուսի մասին խոսելուց, Հիսուսը դա տեսնում է, այ դա է ամոթ, երբ Հիսուսը տեսնում է, թե ինչպես իր զավակները, ովքեր իրենց համարում են իրական քրիստոնյա, ամաչում են խոսել Հիսուսի մասին, նա չէ որ տեսնում է, ինչքան բան է նա տեսնում, զգում, ինչքան ցավ է ապրում, բայց շարունակում է սպասել մեզ, սպասել, որ մենք մի օր ամբողջովին կընդունենք իրեն և կփրկվենք, նա հանուն մեզ է սպասում մեզ, նա հանուն մեզ է ներում մեզ, որպեսզի մենք փրկվենք։ Դարձի եկեք մարդիկ, մենք շատ քիչ ժամանակ ունենք, շատ կարճ ժամանակ ունենք, դարձի եկեք, Հիսուս Քրիստոսը ամեն վայրկյան ապրում է ձեզանով, ձեր համար և ձեր հետ, նա ձեր յուրաքանչյուր միտքը, խոսքը, դեռ չարտասանված, դեռ ամբողջովին չկազմված միտքը անգամ, նա գիտի, նա լսում է, նա ձեր սրտերին է նայում, եթե դուք փորձեք ձեզ ամենալավը, ամենասուրբը, ամենամաքուրը, հրեշտակը, կատարյալը, իդեալականը ցույց տալ, դուք քո Հիսուս Քրիստոսին չեք խաբի, դուք մարդկանց կխաբեք, ձեզ էլ միգուցե խաբեք, կարող եք խաբել, բայց Հիսուս Քրիստոսին չեք խաբի, նա ձեր սրտի մեջ է նայում, և նա գիտի ինչ սիրտ ունեք դուք, ու մի բան էլ եմ ուզում ասել, եթե դուք անգամ աշխարհի ամենալավ ու բարի գործերը կատարեք, բայց չընդունեք Հիսուս Քրիստոսին, նա ձեզ չի ընդունելու, չընդունեք Հիսուս Քրիստոսին որպես Աստված, չընդունեք Հիսուս Քրիստոսին որպես փրկիչ, նա ձեզ չի ընդունելու, որովհետև լավ արարքներով, ուղղակի լավ արարքներով դուք չեք դառնում քրիստոնյա,
ամենաառաջինը դուք պետք է ընդունեք Հիսուս Քրիստոսին որպես Աստված եւ որպես ձեր փրկիչ։ Տեր Հիսուսը նայում է ձեր սրտերի մեջ ու նա շատ լավ գիտի ինչ եք դուք իրականում զգում։ Նա գիտի ձեր մտքերը, բոլոր։ Նա գիտի ինչու եք դուք այդ լավ արարքները անում։ Հիսուսին իրոք սիրող եւ ընդունող մարդը, երբ անում է լավ արարքներ, նա ուղղակի մոռանում է դրանք, չի էլ հիշում, որովհետեւ դա նա անում է սիրով լցված, Հիսուսի սիրով լցված։ Ուրիշ ոչ մի պատճառ չունի նա լավ արարքներ անելու։ Հիսուս Քրիստոսի սիրով լցված, եւ այդ սիրո մեջ կա խիղճ, հոգի, կարեկցանք, գթասրտություն, օգնելու մեծ ցանկություն։ Իսկ շատերը շատ լավ արարքներ անում են, որպեսզի դրանից ունենան ինչ-որ շահ։ Իրենց անունը, իրենց պատիվը, իրենց դիրքը, իրենց կերպարը մարդկանց մեջ, իրենց թողած տպավորությունը, այնպես որ Տերը ամեն ինչ գիտի, բոլոր դրդապատճառները, պատճառները, հետևանքները, ինչուները, որովհետևները, նա գիտի։ Ձեր ուղակի լավ արարքներով ոչինչ չի փոխվելու։ Ոչինչ։ Առաջինը պետք է ընդունեք Հիսուս Քրիստոսին որպես Աստված եւ ձեր փրկիչ։